Էրնեստ Ավանեսով, խնդրեմ պարոն Ավանեսով։ Շնորհակալություն, պարոն Ավշարյան, ենթակառուցվածքների վերանորոգման, նորոգման հետ կապված աշխատանքները իհարկե կարևոր են, բայց ես ուզում եմ հասկանամ, մենք ունենք ինչ-որ մոնիթորինգի ձևաչափ, որ այդ մեր աշխատանքները ինչպես են կատարվել։ Ես օրինակ կարող եմ բերել եսպայի դրությամբ Մալացա Սեբաստիան վարչական շրջանում Անդրանիկի փողոցի վրա բենզալացակայանի անունը չասեմ, հայտնի բենզալացակայանների այդտենց հարակից տարածքում ասֆալտը, որը դեռ 1 տարի չկա, որ արվել է, 3 շաբաթ ավել նույնիսկ քանդված վիճակում, որևէ գծանշում չկա եւ այդ գծանշում բան այդ այլ հարց է դեռ նույնիսկ այդ ասֆալտը օրինակ մի տարի դեռ չկա, որ արվել է, ինչն է խնդիրը, որ նորից այդպիսի աշխատանքներ են արվում, այսինքն հավելյալ նորից ծախս է արվում եւ այլն։ Մի քիչ ուզում եմ պարզաբանենք, որովհետեւ ոչ մեկ չի խոսում այդ մասին։ Քաղաքացիները դժգոհում են, մեքենաները ջարդվում են եւ ամենօրյա այդ ստրեսային վիճակը այդ փողոցում եւ կարծում եմ ոչ միայն այդ փողոցներում, թեպետ տեսնում ենք զուգահեռ նաեւ այլ փողոցներում կարծես թե ասվում է, որ ասֆալտապատում է իրականացում, բայց այդտեղ փոսերը քանդված վիճակում, ասում եմ, ոչ մի նշան նույնիսկ չկա այս բանը։ Շնորհակալություն, պարոն Ավանեսով, ենթակառուցվածքները զեկուցող հարցի մասով մետրոպոլիտենի ենթակառուցվածքներին էին վերաբերվում, գումարը հատկացվում է մետրոպոլիտենի ենթակառուցվածքների համար, ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, բնականաբար ուսումնասիրություններ իրականացում են համապատասխան ստորաբաժանումների կողմից, ձեր նշված հասցեն հաշվի կառնենք եւ կարծում եմ շին բարեկարգումը կուսումնասիրի, եթե կարիք կա լրացուցիչ աշխատանքները կիրականացվեն։ Պարոն Ավանեսով, թույլ տվեք ընդհանուր էլի սխեման ներկայացնեմ, թե ոնց է աշխատում, հա, հայտարարում ենք մրցույթ ասֆալտապատման աշխատանքների համար տարվա կտրվածքով, մրցույթը լինելուց հետո նաև մրցույթ հայտարարում տեխնիկական հսկողության մասով, այսինքն այն պարամետրերին, որ կա, մենք համարվում ենք պատվիրատու կողմը, հա, որտեղ ասֆալտապատում պետք է անի։ Միևնույն ժամանակ մրցույթային փաթեթին համապատասխան նրանք 10%-ի չափով հետերաշիքային սպասարկում ունեն, այսինքն եթե կոնկրետ վայրում, կոնկրետ տեղ ասֆալտապատումը իրականացվել համայնքի կողմից, ձեր ասածից ճիշտ ասած ես չհասկացա, համայնքն է իրականացրել, թե մասնավոր կազմակերպությունը, բայց համայնքի դեպքում հետևյալն է, եթե իրականացրել է կոնկրետ այդ վայրում ասֆալտապատում եւ մի տարվա ընթացքում այդ ասֆալտապատումը, հա, դուրս է եկել, հա, չգիտեմ, պատշաճ ձևով չի եղել, այդ դեպքում ապա կապալառու կազմակերպությունը պարտավորություն ունի այն վերականգնելու։ Չվերականգնելու դեպքում մենք կարող ենք դիմել բանկին, որպեսզի այդ ծավալի չափով բանկային երաշխիքից պահումներ անենք։ Առաջարկում եմ ձեզ կոնկրետ նկարներով եւ գրությամբ բան անել, դիմել այդ հատվածուն, հա, մակագրենք, որպեսզի խնդիրը լուծվի։ Ինստիտուցիոնալ առումով այդպես է լինում եւ ոչ միայն այդ տարածքում, նշեցիք, որ տարբեր տեղեր նմանատիպ բան կա, իհարկե հանրային վերահսկողության տեսակետից դա շատ լավ է եւ կարծում եմ, եթե տարբեր տեղ կա, բոլորին առաջարկում եմ, որ նույն տրամաբանության շրջանակներում մեզ տեղեկացնեն դրա մասին։ Շնորհակալություն կներեք էլի ռեպլիկի համար։ Ես իհարկե կարող եմ նկարել եւ նաեւ քաղաքացիները իդեպ բավականին սոցիալական հարթակներում տարածվում են այդ նկարները եւ նաեւ գրությունները այդ տեղի հետ կապված, բայց կարծում եմ ձեր ասած ինստիտուցիոնալ մոտեցման դեպքում նաեւ համապատասխան բաժինները պետք է զբաղվեն դրանով, այսինքն հույսը դնում ենք քաղաքացի, որ մեկ ուղարկի թե չուղարկի։ Չէ, հույսը չենք դնում, ես ձեզ բաժնին հանձնարարական տանք, այսինքն տարօրինակ առնվազն որ այդ հանձնարարական չի, դա պարտականություն է, որը որ պետք է իրականացնեն, դրա համար հատուկ հանձնարարական պետք չի։ Հիմա դուք կոնկրետ հասկանալի է, հիմա դուք նայեք էլի, մենք բավական հա 3 միլիարդի շրջանակներում ասֆալտապատում ենք արել տարեկան։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ ձեր բարձրացված հարցը վերաբերվում է ամբողջ այդ ծավալին։ Ես ամբողջ այդ ծավալին է վերաբերվում։ Այս դեպքերը ինդիկատոր են, որ ընդհանուր առմամբ որակի խնդիր կա։ Եվ ինչ ենք անում այդ որակը վերահսկելու եւ հետեւություններ անելու այդ մարդկանց նաեւ շատ խնդիրը ձեզ նկարագրեցի ինչպես է աշխատում, իմ մոտ ընկալում կա ու մնացած որ այտենց համատարած խնդիր չկա։ Այսինքն եթե 95%-ով խնդիրը որպես այդպեսին լուծված է, նշանակում է խնդիր չկա։ Հիմա կար այդ 5%-ում
այդ ձեր բարձրացված խնդիրը լինի, դա համար այդ իսկ պատճառով օրենսդրությունը նաև նախատեսել է հետերաշխիքային սպասարկում եւ բանկային երաշխիքի տրամադրում 10%-ի չափով։ Կոնկրետ եթե դեպքերը կան, ես վստահ եմ, որ կան, դուք ասել եք, հիմա այդ նրանով կնենք։ Իսկ ինչ վերաբերում է հանձնարարական, դա հանձնարարական չի, դա պարտականությունն է, որ պետք է իրականացնեն վերահսկողություն, որպես պատվիրատու։ Իհարկե նաև կարող լինեն, որ թերություններ լինեն, դա համար ոնց որ հանրային հատվածի կողմից վերահսկողությունը նույնպես շատ լավ է։ Հույսը sense tenants կոպիտ ասած չենք դրել, որ հանրային հատվածում այդ վերահսկողությունը իրականացնեն։